Վերջին շրջանում դոլարի փոխարժեքը սկսել է նվազել։ Մյուս կողմից շարունակում է աճել ոսկու գինը, որն էլ իր հետևից տանում է արծաթը, իսկ անշարժ գույքի շուկայում էլ նկատվում է լճացում։ Շատ քաղաքացիներ հարց են տալիս, ինչ տարբերակով պահենք մեր խնայողությունները, որպեսզի դրանք չարժեզրկվեն, իսկ լավագույն սցենարով հավելյալ եկամուտ գեներացնեն։ Սկսենք դոլարից։ Եվ արժեզրկման ռիսկ այո ունենք։ Դոլարային ավանդների տոկոսադրույքները կարելի ասել չին, զրոյական էլի, տոկոսադրույք չկա այնտեղ։ Դոլարը ընդհանուր առմամբ որոշակիորեն զենքի վերածեցին օգտագործելու իրենց գեոքաղաքական հակառակորդների դեմ, ու դրա արդյունքում անորոշությունները դոլարի շուրջ մի շարք երկրների մոտ մեծացան։ Մյուս տարբերակը ոսկին է, որի գրամի արժեքը օր-օրի ծանրանում է միջազգային բորսաներում։ Արդյոք կշարունակվի գնաճը, ըստ այդմ էլ դրա շահութաբերությունը, հաց, որն այսօր զբաղեցնում է շատ մարդկանց։ Խոշոր ներդրողները, որոնք տրիլիոն դոլարներով ակտիվներ են կառավարում, արագ իրենց պորտֆելները տեղափոխում են դեպի ավելի ապահով ակտիվների։ Ոսկու գնի աճին մի այլ գործոն էլ օգնեց, որ ռուս-ուկրաինական պատերազմից հետո, սկսվելուց հետո Միացյալ Նահանգները, եվրոպական երկրներ, Մեծ Բրիտանիան որպես պատժամիջոց սառեցրեցին Ռուսաստանի Դաշնության միջազգային պահուստները։ Ոչ թե եկամտաբերություն են ակնկալում, այլ 5 տարեկան զավակին միացցելիդ կային նվիրում, որ 20-ամյակին ենթադրենք ինքը ինչ կորոշի կանի դրա հետ։ Այդ դեպքում ոսկին ամենաարդյունավետն է։ Երրորդ տարբերակը շինարարությունն է։ Գաղտնիք չէ, որ եկամտահարկի վերադարձի օրենքից օգտվող շատ քաղաքացիներ բնակարան են ձեռք բերել այս ընթացքում որպես ակտիվ, այսինքն տունը պատրաստ լինելուն պես վարձակալության են հանձնելու։ Անշարժ գույքը երկու տեսակ հետաքրքրություն ունի։ Դա կոչվում է пассив եկամուտ, այսինքն իր անշարժ գույքի արժեքի հավելաճ, ինչը նշանակում է պայմանականորեն $100,000 ձեռք բերած գույքը 10 տարի հետո կլինի $130,000։ Վարձակալությունները շատ խնդրահարույց են, այսինքն կարող է մարդը տարածքը ունենա, բայց չկարողանա վարձակալության հանձնել։ Մասնագետների տեսանկյունից այս պահին իրավիճակը համաշխարհային ֆինանսատնտեսական դաշտում բավականին անորոշ է եւ խիստ շաղկապված է աշխարհաքաղաքականության հետ։ Այսինքն համաշխարհային հակամարտության ֆոնին խոշոր խաղացողները կարող են կատարել քայլեր, որոնք գլխի վրա շուռ կտան ցանկացած շուկա։ Ըստ այդմ, այս պահին չափազանց բարդ է կանխատեսել, թե ինչ կկատարվի թանկարժեք մետաղների կամ արտարժույթի շուկայում 6 ամիս անց։ Փոխարենն այս պահին Հայաստանում դեռ բավականին կայուն է դրամը։ Մասնագետները կանխատեսում են, որ նախընտրական շրջանի հետ կապված Հայաստան է մտնելու մեծ քանակությամբ արտարժույթ, այնպես որ ամեն ինչից անկախ դրա փոխարժեքը գալիք ամիսներին դժվար թե բարձրանա։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։